Ես Ալեքսանդր Առաքելյանն եմ, 14 տարեկան։ Մարզվել եմ Միքայել Թավիզյանի անվան պետական արվեստի քոլեջի մարզասրահում 4 տարեկան հասակից, մարզիչ մանկավարժ Սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանի մոտ։ Ծնողներս ինձ տարել են տեսնելով, ոնց որ շատ սիրել եմ այդ սպորտը, ամենափոքրն եմ եղել մեր մարզասրահում այն ժամանակ։ Առաջին իսկ օրվանից իր մեջ ես տեսել եմ այդ տաղանդը, առաջին իսկ օրվանից այդ ձգտումը ակնհայտ զգացվել է իր մեջ, ցանկացած մարզիչ, որ երեխան հաճախում է մարզադահլիճ, նույն պահին ինքը զգում է արդյոք ինքը այդ մարզաձևում կունենա հաջողություններ, եւ ես այդ առաջին օրվանից զգացել եմ եւ ամիսներ անց Ալեքսը ապացուցել է, որ կդառնա բավականին պատրաստված լավ մարզիկ եւ անցել է 1 տարի ինքը այդ ժամանակ հաղթել է Վանաձորի առաջնություն, այնուհետև հանրապետական առաջնություն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող է եղել։ Առաջին անգամ ես մասնակցել եմ Վանաձորում օլիմպիական օրվա նվիրված միջոցառմանը, ակտիվ մասնակցության համար ստացել եմ շնորհակալագիր, որը դարձավ իմ կյանքում բեկումնային կետ։ Դրանից հետո սկսեցի շատ ավելի մարզվել։ 2022 թվականին դարձել եմ մինչև 12 տարեկանների Հայաստանի սեղանի թենիսի չեմպիոն, 23-ից 24 թվականներին դարձել եմ մինչև 15 տարեկանների Հայաստանի չեմպիոն։ Մասնակցել եմ մի շարք մրցաշարերի, հուշամրցաշարերի գրավել եմ առաջին տեղը, նաև ունեցել եմ մրցանակներ։ Շատ էի ցանկանում, որ իմ հասակակիցների մեջ դառնամ Հայաստանի չեմպիոն, շատ պարապեցի, շատ ջանք թափեցի եւ 2021 թվականին դարձա Հայաստանի չեմպիոն։ Դրանից հետո մասնակցեցի Ռաֆայել Հարությունյանի անվան հուշամրցաշարին, ինձանից բարձր տարեկանների մեջ գրավեցի 3-րդ տեղը։ Գազետնեի հաղթողն է Հայաստանի Հանրապետության, այս տարվա, անցած տարվա, եւ ինքը անցած տարի հաղթեց միջազգային առաջնությունը։ 3 տարի արդեն պարապում եմ Ալեքսի հետ, այդ 3 տարվա ընթացքում հասցրել եմ լավ ճանաչել նրան։ Նրա հետ գնացել եմ շատ մրցումներ, թե երկում եւ թե երկրից դուրս։ Հենց Ռուսաստանի ԱՊՀ երկրների առաջնությանը մենք երկուսով ենք թիմային առաջնությունը հաղթել։ Մենք այս տարի փորձել ենք Հայաստանը դառնալ չեմպիոն, ու հուսով եմ մեզ մոտ կստացվի։ Վերջերս Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած հուշամրցաշարի Նիկոլայ Նիկիտինի անվան մենք փորձեցինք տեղ գրավել, բայց այնտեղի սպորտսմենները այնտեղի մակարդակը մի քիչ շատ ավելի բարձր էր, դրա համար մենք ամեն օր ու գիշեր պարապում ենք, որ կարողանանք հաղթել նրանց։ Վերջի միջազգային մրցաշարը եղել է Մոսկվա քաղաքում 2023 թվականին, քանի որ դարձա Հայաստանի չեմպիոն, ինձ հնարավորություն ընձեռնվեց գնալ Մոսկվա մասնակցել պատանի հայրենակիցների 8-րդ համաշխարհային խաղերին։ Բոլորին հաղթելով հասա եզրափակիչ, այնտեղ իմացա, որ պետք է մրցեմ ադրբեջանցի մարզիկի հետ։ Եզրափակչում հաղթել է ադրբեջանցի մարզիկին եւ դարձել է ԱՊՀ երկրների հաղթող։ Լարվածություն կար սկզբից, պարտվում էի, բայց իմ մեջ ուժ գտնելով սկսեցի արդեն ավելի տրամադրված եւ հաղթեցի։ Ներկայումս լավ մարզավիճակում է գտնվում, պատրաստվում է մեծահասակների հանրապետական մրցաշարին, այնուհետև պատանիների առաջնությանը նույնպես հանրապետական, հույսով եմ, որ 2 տարիքում էլ ունենալու է լավ հաջողություններ։ Իմ մարզիչը Էրիկ Կոստանյանն է, Սեղանի
թենիսի Լոռու մարզի ֆեդերացիայի նախագահը, այժմ Վանաձորի համայնքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետը, ամեն առիթով իմ կողքին է, թե պարտության ժամանակ, թե հաղթանակի ժամանակ, պարտության ժամանակ աշխատում ենք սխալների վրա ուղումներ կատարել, շտկել սխալները, որ ավելի բարձր ասպարեզներում ավելի լավ հանդես գամ։ Ես սովորում եմ Վանաձորի Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում։ Այնտեղ ունեմ շատ լավ ընկերներ եւ երբ որ ես դարձա արդեն մրցաշարերի հաղթող, արդեն բոլորի վերաբերմունքը ակամայում հանդեպ փոխվեց որպես չեմպիոնի։ Բոլորը սկսեցին ինձ ընդառաջել, հարգել եւ դա փոխադարձ է։ Մեր դպրոցից ավելի փոքր տարեկան երեխաները անդադ գալիս են իմ հետ ուզում են շփվել, նաեւ ոնց որ տեղեկություն են ուզում ստանալ, թե ես որտեղ եմ պարապում, ինչպես եմ պարապում եւ կան երեխաներ, որոնք գալիս են հենց մեր մոտ մարզվելու։ Փոքր ժամանակ ես մի քանի անգամ իմ եղբոր հետ եկել եմ մարզումների, այդ ժամանակվանից սեր առաջացավ այս սպորտաձևի եւ ես որոշեցի, որ իմ սպորտաձևը հենց սեղանի թենիսն է։ Սիրում եմ օրինակ լող սպորտաձևը, սիրում եմ օրինակ լեզուներից անգլերեն, ֆրանսերեն, կարդալ սպորտային գրքեր, պատմական գրքեր, խորափիլիսոփայական գրքեր, որոնք ինձ ավելի են մոտիվացնում, որ ավելի լավ նայեմ կյանքին։ Ես ավելի շատ սիրում եմ անհատական պայքարը, որովհետև թիմայնում դու չես կարող պարտությունը միայն քո վրա վերցնել, չես կարող հաղթանակը միայն քո վրա վերցնել, իսկ անհատական մրցասպանեզում դու ոնց որ քո հետ ես, քո խաղի տերն ես։ Ամեն օր իմ պարապմունքի շնորհիվ ես ձգտում եմ հասնել այն ամեն ինչին, այն բարձունքներին, այն հաղթանակին, որոնցով ինձ լողները ինձանով կուրախանան, իմ հաջողությամբ իմ ընտանիքի անդամները կուրախանան։ Առանց թենիսի ես իմ կյանքը ուղղակի չեմ պատկերացնում, եթե ես ծնվեի նորից կընտրեի այս սպորտը եւ կգնայի մինչեւ վերջ։